Այո, ես ուժեղ հակաթուրք եմ, հրաժարվում եմ լսել թուրքական երաժշտություն, հրաժարվում եմ խոսել թուրքերեն։ Նա ինձ ասաց. ոչ, դու պետք է հակառակն անես, դու պետք է գնաս թուրքերին սովորեցնես իրենց պատմությունը, և դա անելու միակ միջոցը նրանց հետ թուրքերեն խոսելն է և նրանց ասելը, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին։ Այսպիսով, Հրանտն էր, որ ինձ մի փոքր արթնացրեց, և ես շատ ջուր խառնեցի իմ գինուն։ Ես փորձեցի փոխվել, փորձեցի ուղղել ինձ։ Նա ճիշտ էր։ Ես ուժեղ հակաթուրք էի, թեև շատ լավ թուրք ընկերներ ունեի, բայց այդուհանդերձ հակաթուրք էի։ Հրանտը բավականին հեշտությամբ էր խոսում թուրքերի հետ, կարողանում էր հմայել նրանց իր պատմություններով։ Շատ թուրքեր փոխեցին իրենց կարծիքը Դինքի շնորհիվ։ Թուրքերը սկսեցին սիրել Հրանտին, բայց ծայրահեղ աջերը դա չհանդուրժեցին։ Եվ այն օրը, երբ նա գրեց իր թերթում, թե Աթաթուրքի դուստրը հայ որբ էր, որին որդեգրել է Աթաթուրքը, նրանք Դինքին մահվան դատապարտեցին։ Ծայրահեղ աջերը նրան մահվան դատապարտեցին։